Բարև ձեզ քույրեր եւ եղբայրներ, ես մեծ ուշադրությամբ լսեցի Էդուարդ Տեսնիջյանի ելույթը եւ լիովին համաձայն եմ, որ մեր հայ իրականության մեջ անհրաժեշտ է, որ մենք համերաշխ լինենք սեր իրար նկատմամբ ու Արցախցան բնակ հայերին, որոնք լքել են իրենց տները, պատերազմի արդյունքից հետո ես կարծում եմ մենք պիտի այնպիսի մի քայլ անենք, մոտավորապես ոնց որ Էրդոգան արեց, երբ որ շանտաժ էր անում եվրոպական Եվրոմիությանը եւ 85 միլիարդ գումար փող Եվրոպայից վերցրեց առաջի տրանշը 5 միլիարդների մասին է խոսքը գնում 5 միլիարդեր երկրորդ տրանշը մոտավորապես 20-40 միլիարդի ժամանակ եվրոպացիները բուն բարձրացրեցին ինքը այդ արաբներին ուղարկեց Եվրոպա հատուկ Թուրքիայի տարածքից միգրանտներին ուղարկեց, ինչ եմ ես ուզում ասեմ, որ դա շատ կարևոր երևույթ է, ու իմ համոզմամբ Էդուարդ Տեսնիջյանը ճիշտ է ասում, մենք պիտի համերաշխ ու սեր իրար, մենք պատճառներ ենք ման գալի, հակասողական պատճառներ ենք ման գալի, որ իրար ուտենք։ Այսօր մեր պարլամենտում 3 ուժ կա, Քոչարյանական ուժը, Սերժ Սարգսյանի ուժը եւ Նիկոլ Փաշինյանի։ Ես կարծում եմ, որ ամեն ինչ անել համերաշխության գալ, այն հարցերը, որը համահայկականա չէ, որ երբ որ հրթիռները գան, չեն նայելու Քոչարյանի տղու Լևոնի տան վրա հանգնելու, թե Ալենի տան վրա հանգնելու մեր հայրենիքի վրա այդ ռումբերը։ Դրա համար մենք պիտի այն հարցերը, որը համահայկական է, այդ հարցերում, որով կարանք համախմբենք, համախմբել է պետք, ու պիտի մենք հասկանանք, որ մենք թշնամի ենք մեր արտաքին թշնամիների համար, միայն նրա համար, որ մենք հայերեն ենք մտածում եւ հայերեն ենք խոսում։ Մենակ դրա համար մենք թշնամի ենք արդեն դրա համար թշնամի ենք։ Արցախցահայերից բացի մենք պիտի կառուցենք քաղաքներ Սիրիայի հայաբնակ ասորի ազգություններից, քրիստոնյա ազգություններից ալավիտներին մորթում են, ալավիտները այդ հայերն են, որ Կիլիկիայի դարաշրջանում 1300 թվականներին, 1400 թվականներին եկել են ոչ մահմեդություն են ընդունել, ոչ քրիստոնեությունը, ալավիտ են դառը, արաբերեն են ուղղակի խոսում, գենետիկ հայ են։ Մեզ պետք է մոտավորապես 46 թվին Չերչիլը ուրեմն անձամբ զանգեց Ստալինին, ոմանք չգիտեն, ասեն այդ մեծ գաղտնիքը, եւ Ստալինին համոզեց, որ հայկական դոմինանտը շատ է քչացել, մեր հայկական գյուղերում պատերազմից հետո 46 թվին մենք չունեինք տղամարդկային այն քանակը, որը անհրաժեշտ էր, իսկ դա շատ կրիտիկական կետ էր հասել եւ ֆինանսավորեցին այդ պրոյեկտը եւ մոտավորապես 70,000 հայ մուսալերցի հայեր տարբեր Ֆրանսիայից, տարբեր երկրներից եկան ու գումար էր մեծ գումար տվին սովետական միությանը դրա համար, որ ինքը տներ կառուցի, ճիշտ է տներ չկառուցվեց, բառակներ սարքվեց եւ մի ձևի մենք այդ կրիտիկական կետը հատեցինք։ Հիմա մենք մեր կրիտիկական կետը հատված է, բայց մենք եթե ուզում ենք դիմադրենք ուժերին, մեր կողքը 7 միլիոնանոց Ադրբեջանն է, ռուսերեն պասլովիցա կա, «Ни рыбы, ни мясо» վրացիներն են 3 միլիոն, Թուրքիան է մեր հետևը,
Պակիստանն է մեր հետևը, մենք պիտի ուժեղանանք եւ մենք պիտի մի հատ իրականություն անենք, ընդհանրապես նպատակ դնենք, որ Հայաստանը դառնա մոտավորապես մի 20-30 միլիոնանոց երկիր ու вот առաջի վարիանտը այս 300,000 հայ գենետիկ հայերին բերելն է եւ մեր մեջ մոտավորապես 70,000 արցախաբնակ մեր քույրերին եւ եղբայրներին լավագույն ձևով մի հատ բան ժամանակակից ոնց որ Չեխոսլովակիայում ոնց որ մեր եղբայրներն են Միացյալ Նահանգներում ապրում այդպես ժամանակակից մի հարգանի երկու հարգանի տներ շատ արագ կերպով կառուցվի դա միջազգային մենք շատ թույլ մտածելակերպ ունենք միջազգային ասպարեզում այսօր Չինաստանը քանի որ 1.5 միլիարդ բնակչություն ունի որ բնակչության ինչ-որ մի ձևի զբաղացնի շենքեր է սարքում որ աշխատավարձ տա որ ցեմենտ վաճառվի զավոդներում քաղաքները սարքում են մի 5 տարի մնում է այդ քաղաքը հետո քաղաքները պայթացնում են պատկերացնում եք պայթացնում են, էլի փող է տալի, պայթացնում են, բուլդոզերներ են գալի, աշխատում են, ձիբիլը մաքրում են, տանում են, վերացնում են, եսի ինչ են անում ու նույն ձևի նույն քաղաք են սարքում։ Չինաստանի համար էդի խաղ ու պարա ու պատկերացնում ես, ասես, բա ինչի պիտի անեն, իրանց ձեռ է տալի ոմանց մասը ուղղակի ասենք Հայաստան շինարարություն անեն իրանց հաշվին հետաքրքիր է, չէ, իրանց հաշվին։ Ընդհանրեն ասես երկու հատ չինական դպրոց են խոսքի Հայաստանում բացում։ Մեծ սիրով դա կանեն, 100% կանեն։ Նույնը ֆրանսիացիներն ասես այսքան փախստական կա ծրագիր է գրում, ասենք 85 միլիարդ Էրդողանը վեկալա 5 միլիարդ 5 միլիոն ժողովուրդի դե մենք էլ կես միլիոնի դիմաց եկեք 8.5 միլիարդ այսպես 8.5 միլիարդ այսպես բավական է ես այդ միտքն էի ուզում հասցնել եւ իմ քույրերին եղբայրներին կոչ եմ անում իդեալ մեջ թշնամիներ մի անեք դուք ասես կառույցնի ձևի թշնամիներ եք իրար մեջ մանգալի ասենք անուններ չեմ տալի չնայած սաղին պարզես վերջերս միջադեպ եղավ մեր հայկական դեպուտատներից քաղաքացիական պայմանագրից մի հատ տղա էր որը հանգստանում էր բարում չգիտեմ որտեղ չեմ նայ չեմ լսել հետաքրքիր չի ժուրնալիստները հարցակվեցին տղամարդ տղա էր հիմա հայոյի հա սխալ բան արել հայոյի դա մի քիչ ճիշտ չի դա բայց դե ժուրնալիստներ ինչ կապ ունեն ասեն մարդու հանգիստը խանգարելու հետո ասում են Հայաստանը դեմոկրատական երկիր չէ պատկերացնում են ենթադրենք խոսքի Ռուսաստանում Единая Россияից ինչ-որ մի հատ դեպուտատ հանգստանար հանգստանում են իրանք էլ են հանգստանում ընդ որում ավելի ճոխ են հանգստանում սաունաներում են հանգստանում աղջիկի հետ են հանգստանում ոմանք տղեկի հետ են հանգստանում այլանդակություններ են ամեն տեղ դա ինչ է մենք մեր կիղտոտ գրязное белье չունենք даже так выражение չունենք հանել ենք սա աշխարհին նապակած մի քիչ զուս պեղեք էլի մի քիչ զուս պեղեք իրար վրա սենց հայերենով ասած կեղտ մի մանեք որ կռիվը սկսի իսկ կռիվը սկսելու է շատ շուտով չեն նայելու հասկանում եք դուք որ ճամբարից եք հայ եք ուրեմն թշնամի եք եւ վերջ հայ ուրեմն թշնամի եք եկեք մենք մեր հարցերը լուծենք մեր հարցերը լուծելու համար Հայաստանում պիտի ապրի 30 միլիոն հայ 30 միլիոն հայ ապրելու համար ամբողջ Քոչարյանի շրջապատի պրոֆեսիոնալները Սերժ Սարգսյանի շրջապատի պրոֆեսիոնալները Նիկոլ Փաշինյանի շրջապատի պրոֆեսիոնալները
ու ահագին էլ հələ վականտնի տեղեր կլինի, որը կոնկուրսի հիմքի կոնկուրսա պետք անել հիմքի վրա լավագույններին ընտրենք ու մենք պիտի ունենանք ապարատ, պետական ապարատ, որը 4-5 անգամ ավելի մեծ է, 4-5 անգամ ավելի մեծ առնվազն, քան այսօրվանը, որտեղ այսօրվա ապարատը խոսքի 3 միլիոն հայ բնակչությունն է սպասարկում, իսկ 30 միլիոնի դեպքում պետքա 10 անգամ ավել ապարատ պիտի լինի, 10 անգամ ավել ոստիկանություն ապետ, 10 անգամ ավել պետական տարբեր ստրուկտուրաներ ապետ, բայց ես 10 անգամ չեմ ասում, ընդամենը 5 անգամ եմ ասում, այդ 5 անգամ էլ ես մատերով հաշվեք, այսօր ինչի է նման, այսօր կաֆելչիկ է, 3 հատ կաֆելչիկ կա, գործը մի հատ է, այդ կաֆելչիկը ուզում է խփի, քո ծանոթ կաֆելչիկին է ստանում, բայց եթե մի սենյակի տեղ 3 սենյակ լինի, 3-ն էլ զբաղված կլինեն, այսօր մենք խոպան ենք սարքել մեր հայկական պարլամենտը ու այդ 3 խումբը, Նիկոլի, Սերժի ու Քոչարյանի խումբը բազար են անում, ով իշքան ընդ տեղ ունենա մասնագետներ են մեզ պետք, մենք այնքան ընդլայնվենք, որ մասնագետները, լավ մասնագետները կապ չունի Նիկոլի խմբից, Սերժի խմբից, Քոչարյանի խմբից, լավ մասնագետները, իսկ նրանք, ովքեր ուզում են հայկական պետականությունը սարքեն խոսքի Թուրքիայի Վիոլետ կամ Ռուսաստանի գուբերնիա, դրանք իհարկե հայ ազգի թշնամիներն են, մենք պիտի հասկանանք դա ու դա լինի կարմիր գիծը, իսկ իմ մեծ խորին համոզմամբ ավելի լավ է մենք մեր ջահելներին ավելի շատ տեղ տանք, դա երկու նպատակ ունի, որտեղ իրանք ես ծնվել եմ սովետական միության քաղաքացին եղել, ծնվել եմ սովետական միության մեջ, ավելի լավ կլինի մեր նոր հայկական պարլամենտի մեջ լինեն այն քաղաքացիները, որոնք ծնվել են 91 թվից հետո, որոնք արդեն Հայաստանի քաղաքացի են։ Սրանով ես ձեզ բոլորիդ մաղթում եմ սեր, սիրեք իրար, ու մի մամեկեք իրար վրա կեղտեր, ձեր հետ հետանոց կգլամեր հայտարարեն բանակի կոմսը։